Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր մարտի 16։ Ինչու է կարևոր կանաչությունը։ Եվ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատներին Աստծո կնիքը չունեին։ Հայտնություն 9:4 խոսք։ Ինչու է կանաչությունը կարևոր մեր հավատքի համար։ Սուրբ գրքի այս հատվածում մորեխներին պատվիրված է չդիպչել կանաչ որևէ բանի, պարզ ասած, նրանք չէին կարող վնասել որևէ մեկին, ով քայլում էր հավատքով։ Սա մեզ ասում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին հարձակվում է, նրանք, ովքեր ապավինում են Աստծուն, կկանգնեն ամուր կանաչ ծառերի պես։ Ոչ մի մորեղ չի վնասի նրանց։ Ամեն տեսակի դժոխային հարձակման և կարիճի խայթոցի դեմ լավագույն պաշտպանությունը հոգևոր առողջությունն է։ Մենք այդպիսի առողջություն ձեռք կբերենք միայն այն ժամանակ, երբ դիմենք Տիրոջը և վստահենք նրա խոստումներին։ Թույլ տվեք հարցնել ձեզ. դուք լիովին վստահում եք Աստծո ներմանը։ Դուք վստահում եք, որ նրա արյունը կմաքրի ձեզ ամեն անիրավությունից։ Եթե դուք ձեզ դատապարտված եք զգում և անընդհատ փորձում եք հաճեցնել Աստծուն, դուք կանաչ և առողջ չեք։ Ամենից առաջ Աստված ցանկանում է, որ դուք ընդունեք նրա ներման պարգևը և հանգստանաք դրանում։ Դուք ընդունել եք Աստծո ներողամտությունը, բայց վստահում եք արդյոք նրա անվերապահ սիրուն ձեր հանդեպ։ Մեր Տերը չի կտրում մեզ ամեն անգամ, երբ մենք ձախողվում ենք։ Նա անընդհատ անհանգստացած չի նայում, թե մենք տիրապետում ենք ամեն ինչին, թե ոչ։ Նա պարզապես ուզում է, որ մենք գանք նրա մոտ և խոստովանենք. Ես հավատում եմ քո խոսքին, Տեր, ներիր ինձ, լվա ինձ և պահիր ինձ քո գրկում։ Աստված ցանկանում է, որ մենք ապրենք մեր բոլոր օրերը առանց վախի։ Եթե մենք ապաշխարել ենք մեր անցյալի համար, մենք ծածկված ենք Քրիստոսի մաքրող արյունով։ Ահա Աստծո խոստումը բոլոր նրանց, ովքեր ապավինում են իրեն։ Ոմանք կառքերով և ոմանք ձիերով են պարծենում, բայց մենք մեր Տեր Աստծո անունը կհիշենք։ Նրանք թեքվեցան և վայր ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։ Սաղմոս 20:7-8 խոսքեր։ Նրա շնորհիվ մենք կանգնած ենք կանաչ ծառերի պես։